Երեք այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, սպառնաց բանտարկել, ունեզրկել, անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին, մոտարապես սենց ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ պետքա նստեն, պետքա փակեք, թե չէ ձեռիցս չեք պրծնի, դա արվում էր խիստ անթաքույց, հրահանգներ իրավապահ համակարգին և բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է ասում սահմանադրությունը, որ սահմանադրությունն ասում է, որ գործադիր և դատական համակարգերը անկախ են, ոչ, ինքը պարտադրում է դատական համակարգին, ինչ մեղադրանքներ ասես, Ռոբերտ Քոչարյանին չեն ներկայացրել, ինչ ասես, սկսած եռաբլուրը սեփականացնելուց, եռաբլուրն ուր, Տոյոտա Երևանը ուր, հլա աշխարհագրորեն նայեք, այս հասկանում եմ, որ ձերոք եռաբլուրը եռապատկվել է, բայց միևնույնն է Տոյոտա Երևանը եռաբլուր չի, բայց հնչեղությունն է, չէ, եռաբլուր, Տոյոտա Երևան, Նիկոլ Փաշինյանը 18 թվականի օգոստոսի 17-ին ասում է մարտի 1-ի գործը ըստ էության բացահայտված է, ամեն Աստծո տարի, որ գլխավոր դատախազը գալիս է այստեղ հաշվետվություն տալու ես, ասում եմ, բացահայտված է այդ հերն անիծածը, թե չէ, ասում է դա քաղաքական գնահատականներ, քրեաիրավական գնահատական տալ չեմ կարող, այս տարի ասում եմ Միեդի որոշումը կար, Միեդն ասում է պետությունը մեղավոր է, որ մարդ է զոհվել, իդեպ պետության իրավունքները պետք է պաշտպաներ Նիկոլ Փաշինյանը, բայց չեն պաշտպանել, բայց եթե Միեդի որոշումը ձեր համար վերջ, ուրեմն փակեք, բայց Միեդը չի ասել է այս մարդու պատճառով սպանվել, այս ինչ մարդը, բացահայտեք, մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտեք, դիտմամբ չեք բացահայտում, որ դա դարձնեք քաղաքական շահարկումների առարկա, հոկտեմբերի 27-ը, ինչ ասես արեցիք, նույնիսկ ձեր գործընկեր Արման Բաբաջանյանը գնաց իր այդ հանդիպի, կարևորը այսեն ժողովրդին պահել լարվածության և մոլորության մեջ, քաղաքական պատվերներ իջացնել, որևէ մեկը ստեղից չի ասում, որ որևէ հանցագործություն պետք է մնա անպատիժ, թե հոկտեմբերի 27-ը, թե Սոնամ Նացականյանի վրաերթը, իդեպ կթակ այդ ռադիոպերեգավորները, որոնք էլի լրիվ պատահաբար ոնց որ թե կորան, պատահականությունների երկիր Հայաստան։ Ձեր բոլոր ապօրինությունները հիմնավորում եք, ժողովուրդը ասեց, սովետն է էլի,